Նոյեմբերի 30-ին ժամը 15:30-ի սահմաններում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում շինաշխատանքներ իրականացնելիս արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Շինաշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը շուռ է եկել։ Վարորդը 1968 թվականին ծնված Վալերի Ալբերտի Հայրապետյանը մեքենայի տակ չմնալու համար մեքենայի շուռ գալու պահին դուրս է նետվել խցիկից, գլխի հետնամասում ծոծրակային հատվածում ստանալով վնասվածք։ Գյումրու շտաբ բուժօգնության կայանի մեքենայով տուժածը տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն։ Ցուցաբերվել է առաջին օգնություն, այնուհետ հիվանդն անցել է ռենտգեն հետազոտություն։ Ըստ կենտրոնի վիրաբույժ Արմեն Գաբրիելյանի, ներկա պահին վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում։ Հնարավոր է տուժածը ապաքինումը շարունակի ամբուլատոր պայմաններում։ Մի քանի հոգի վեր է ներկայնած կրանի, մեկն էլ կառավարիչը։ Կուզինին կրանի մասը հանին վեր, բանը մի քիչում հանին վեր, այդ կրանի այդ օգնությամբ ինքը չարտավ։ Այն վերի մարդիկ վրից թռան, ինքը չհասցրեց, կողով տվեց երկաթին, հնդից էլ դուրս թռավ, հնգավ ընդեղ ուտպես Արեն Լևիգով քիթը բան եղավ, այդպես կայզը թռավ ընդից, կրանը չարտավ։ Ինգել ավտոկռունկից աշխատանքի պահին ստացել է գլխի ծոծրակային շրջանի սալջատ պատառոտված վերք, արտաքին արունացությամբ, հիվանդի վիճակը կարելի գնահատել մոտ բավարարին, այստեղ հիվանդանոցում կատարվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, կարում, բայց կյանքի սպառնացող բան հիվանդի մոտ չկա այս պահին։